Թատերախումբը նոր ներկայացում է բեմադրում դպրոցահասակ տղաներն ու աղջիկները Իջևանի նորաստեղծ ARM վոկալ դերասանական ստուդիայի սաներն են, թեև հիմնվել են ընդամենը 3 տարի առաջ, բայց արդեն հասցրել է գրավել իջևանցիների սրտերը։ Հանդիսատեսի պակաս չունեն, ազդագիրը մշակույթի տան պատին փակցնելու սկար ժամանակ անց տոմսերը սպառվում են, ասում է ստուդիայի հիմնադիր տնօրենը։ Երիտասարդ դերասանուհին փորձում է իր հայրենի քաղաքում վերականգնել թատերական ավանդույթները։ Ես ուզեցի, որ ունենանք թատերական ստուդիա, բայց այնպիսի մասնագետներով, որ վաղը մյուս օր, երբ Իջևան քաղաքն ունենա թատրոն, պետական թատրոն, դերասանի պակասը չլինի։ Երևանից դերասաններ են գալիս, աշխատում երեխաների հետ, Սունդուկյան թատրոնից, վարպետության դասեր են տալիս, էտյուդներ են անում, շատ աշխատում ենք սցենարային աշխատանքների վրա։ Երեխաների միտքը զարգացնում ենք, որ իրենք կարողանան գրել սցենար։ Ստուդիայի 25 սանն էլ ընդգրկված է ներկայացումներում, նրանց համար մեծ ու փոքր դերեր չկան, ասում է Արմինե Զարգարյանը։ Բեմադրել են Թումանյանի հեքիաթներից, իսկ վերջինը 44-օրյա պատերազմի մասին է, հեղինակը ինքն է։ Այսօրվա ներկայացումը նվիրված է պատերազմին, հայրենասիրությանը։ Սկզբանե այսպես ենք ուսուցանել, յուրաքանչյուր կերպար է դերասանի համար։ Միգուցե երեխան այսպես մի փոքր տեսարան խաղա ու դա լինի հենց իր համար ճակատագրական։ Մենք խաղում ենք ներկայացումներ, որի ամբողջ հոնորարը փոխանցվում է հույսի կամուրջ հասարակական կազմակերպության երեխաների համար։ Իրենց օգնելու, չգիտեմ ինչ որ միտեղ իրենց նաև աջակից լինելու։ Պատերազմն իմ աչքերում ներկայացումն արդեն մրցանակ է շահել Մինորա թատերական միջազգային փառատոնում։ 6-ից 18 տարեկան այս տղաներին եւ աղջիկներին մեկ հարկի տակ է միավորել թատրոնի հանդեպսերը։ Խոստովանում են, իրենք իրենց աչքում փոխվել են, բեմարվեստի շատ գաղտնիքներ են բացահայտել, հմտություններ ձեռք բերել, խոսքի արվեստի հետ նաև երգ ու պար են սովորում։ Շատերի երազանքը մեծ բեմն է, նաև կինոն։ Ժամանակ շատ փակ երեխա է, բայց այստեղ եկա, արդեն բացվել եմ, այստեղ ամեն օր նոր բան ենք սովորում, ինձ շատ ա դուր գալի այստեղի մթնոլորտը, խոսքի դասեր ենք անում, էտյուդներ ենք անում, շատ սիրով եմ անում, ինձ դուր ա գալի այս ամեն ինչը։ Սովորել եմ լինել ազատ շրջապատում, կարողանալ հաղթահարել շատ դժվարություններ, դերը խաղալուց առաջ ես այդ դերը ուսումնասիրում եմ ու փորձում լիարժեք մտնել դերի մեջ։ Բեմը ինձ գրավում է այնքանով, որ կարողանում ես հանդիսատեսին քո սրտի խոսքը փոխանցես, հանդիսատեսի հետ շփվես ավելի ազատ, ինչ որ բան ես փոխանցում հանդիսատեսին ու դա շատ հաճելի է։ Ես փոքր ժամանակվանից միշտ ասենց ինձ պատկերացրել եմ բեմում ու սկզբում շատ էի կոմպլեքսավորվում, բայց հիմա արդեն չեմ կոմպլեքսավորվում, շատ ազատ եմ իմ շրջապատում вообще ու արդեն իմ դերասանական խաղն էլ բնականաբար շատ է փոխվել։ Այս տարի ստուդիայի առաջին շրջանավարտները կբռնեն թատրոնի ճամփան։ Իրինա Մկրտչյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, Լուրեր։